Վերադարձանք տաղավար ու այս պահին արդեն պետք է սիրով դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, մեր տաղավարում է ազգագրագետ դիզայներ Վահե Քոթանյանը։ Բարի լույս Վահե։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու փաստորեն դուք միայնակ չեք, կներկայացնեք այդ մեր հետաքրքիր հյուրին։ Այո, այսօր մենակ չեմ եկել, Կաղանդ պապի հետ եմ եկել, քանի որ շուտով ամանոր է, հետևաբար ինչպես ասում են առանց Կաղանդ պապի, նույն ինքը, այսպես ասած ձմեռ պապի չի լինում ամանոր, որովհետև հեքիաթը սկսվում է հենց իրենից։ Ինչու Կաղանդ պապ, դրան քիչ հետո կանադառնամ, բայց այստեղ նաև կա մի շատ խորհրդանշական տարեհաց, որը հայկական ամանորի գլխավոր զարդն էր սեղանի եւ առանց դրա ամանոր չէր սկսվում։ Ընդհանրապես հայկական իրականության մեջ նոր տարին եւ ամանորը իրենք շատ հետաքրքիր են, որ այժմյական ամանորի հետ ասոցիացիվ ոչինչ գրեթե չունեն, որովհետեւ նախկինում այդ շրջանում պահոց շրջան էր եւ միջև օրս հունվարի 1-ից միջև 5-ը պահոց շրջան է համարվում եւ մսեղենի կիրառությունը արգելվում է, բայց մենք ճիշտ հակառակն ենք այս դեպքում անում եւ կիրառում ենք միս։ Իրականում ամանորը չի սկսվել հունվարին, այն հիմնականում ունեցել է մի քանի փուլ, դա եղել է գարնանամուտ տարբերակը, ունեցել ենք նաև նավասարդ տարբերակը եւ վերջնական տարբերակը, որ բուն նավասարդյան օրեր էր համարվում, դա օգոստոսից սեպտեմբեր ընկած հատվածն էր։ Հա, քանի որ այս հատվածում էր, որ առաջին պտուղը պետք է փորձեին, որտեղ աշնանը հավաքում էր ամբողջ բերքը եւ այդ բերք ու բարիքով նոր տարվա սկիզբն էին տոնում։ Սա էր պատճառը, որովհետեւ պետք էր նաեւ տոնը համապատասխանեցվեր տեղային, այսպես ասած, եղանակային ռելիեֆային պայմաններին եւ սա հիմք դարձավ, որպեսզի ամանորը տոնվեր հենց նավասարդին։ Իսկ հունվարին տոնվել է հիմնականում, երբ որ 1920 թվականի խորհրդային Հայաստանում դեկտեմբերի 2-ին ընդունվեց կանոնակարգ, որ պետք է հունվարի 1-ին տոնել, եւ այդ օրվանից սկսված մենք տոնում ենք հունվարի 1-ին։ Այստեղ տոմարային որոշակի շարժ է տեղ ունեցել, որտեղ հուլյան տոմար գոյություն ունի, դա Հուլիոս Կեսարի օրոք է ընդունվել, եւ այդ ժամանակվանից սկսված հունվարի 1 ընդունվեց որպես ամանոր, ինչու՞։ Որովհետև Յանուսը համարվում էր որպես այդպիսին ապագա երկդիմի աստված էր, նա երկու դեմք ուներ, ապագա եւ անցյալ նայող, եւ համարվում էր խաղաղության աստվածը։ Եվ հույները մտածում էին, ինչ անենք, հունվարը վերցնենք որպես նոր տարվա սկիզբ, թե մարտը, պարզվում էր, որ Մարսը պատերազմի աստվածն էր, որպեսզի խաղաղությամբ տարին դիմավորվեր, պետք էր հունվարը ընդունել եւ ընդունվեց Յանուսը, հենց հունվար ամսագլխի անունը։ Ինչ վերաբերում է մեզ մոտ ինչու Կաղանդ, որովհետև սա հունարանից փոխարյալ բառ է, կալենդար բառը բոլորս գիտենք, օրացույցի, եւ սա կիրառական տեսանկյունից նշանակում է ամսագլուխ, այսինքն տարվա ամսագլխի առաջին օրը, որը սկիզբ է դնում ամանորին։ Հայերի մեջ ավանդույթներից մեկը նա էր, որ տարին սկսվում էր հենց այդ օրը, որտեղ կանգ էր առնում երկինքն ու երկիրը եւ նոր շրջապտույտ էր սկսում։ Սա տարվա սկիզբն էր։ Այդ օրը հավատում էին, որ գետի աղբյուրները 1 րոպե կանգ են առնում եւ այդտեղով սկսում է ոսկի հոսել։ Ժամը 12-ին շատ հաճախ գնում էին ջրերից ջուր բերելու, հա, սարերից, ձորերից, հավատալով, որ իրենք կարող են այդ ոսկին կարողանալ վերցնել եւ ինչ էր անում տանտիկինը։ Իհարկե, քանի որ ասացի պահոց շրջան էր, ամբողջովին ամանորի սեղանը զարդարվում էր հատիկեղենով, որը պտղաբերության, լիառատության խորհուրդն էր եւ կարեւոր է նշել, որ 7 հատիկեղեն էր դրվում սեղանին, կհիշեք երևի սովետական տարիներին խորհրդային դեռևս պահպանված կար լոբով աղցանը, հա, ուղղակի կարմիր հատիկ լոբին այդպես խաշում էին վրան, խտոր էին լցնում սոխ եւ այդպես դրվում էր սեղանին։ Սա հին ավանդական ուտեստ է, որովհետեւ ինքը որպես այդպեսին պտղաբերության խորհրդով էր դրվում։ Հետո խոզի ազդրամիսը նրբաբլիթները, երբ որ մեր սեղան հայտնվեցին, դա միայն խորհրդային, այսպես ասած, սովորությունների համաձայն էր նույն մայրաքաղաքային աղցանը, որովհետև դրանք կապ չունեին որպես մսային ուտեստ պահկային մեր ամանորի հետ, եւ կարեւոր է նշել, որ հայկական խոհանոցում խոզի մսի կիրառությունը այնքան շատ չէ, որքան այլ օրինակ ազգերի մոտ։ Մենք ունենք մի քանի խոհանոցներ, օրինակ Տավուշը Լորին, հա, ընդգրկող մարզերը եւ Սյունիք Արցախյան հատվածը, որտեղ խոզի միս կա, հաշվի առնելով անտառամերձ տարածքները եւ վայրի խոզից պատրաստվող օրինակ կորկուտը, չգիտեմ փորձել եք թե չէ, անմահական ուտեստ է դա, խոզի ենթաճարպային շերտով է պատրաստվում եւ կարմիր ուրեմն ցորենից իջեցվում է թոնիրը, մի ամբողջ գիշեր եփվում է այնտեղ եւ ճաշակում են։ Ամանորի կարևոր խորհրդանիշն էր գաթան, որը այսօր ես բերել եմ, եկեք ցույց տամ, որպեսզի ավելի տեսանելի լինի։
Ուրեմն գաթայի կենտրոնական ամբողջական այս շրջանը տարվա ամբողջական ցիկլներ ցույց տալիս եւ սա կոսմոգրաֆիկա է, այսինքն տեզերական քարտեզ, որտեղ կարող եք տեսնել ամբողջ տարին եւ ամբողջ աշխարհը։ Բաժանված է 4 մասի, ինչպես տեսնում եք, սա տարվա 4 եղանակներն են եւ 4 աշխարհի կողմերը։ Եվ երկնային լուսատուներ արև, լուսին, որտեղ համապատասխանաբար առավոտն է եւ այստեղ գիշերվա տեսարն է, դրա համար սև քունջութ եմ ավելացրել, իդեպ գաթան ես եմ թխել, հատուկ բաղադրատոմսով է սա թխված, սովորական գաթա չի ասեմ, եւ այս հատվածում դրվում էր հավերժության նշանը, որը տարվա հաջողության խորհրդանիշը պետք է ծառայեր։ Եվ չորրորդում դրվում էր բուսականությունը, որովհետեւ հիմնականում մեր սննդամթերքի մեծամասնությունը բույսերն էին։ Այսինքն մենք բնությունից ծնված ենք եւ բնությունը մեր կյանքում մեծ դեր ունի։ Այստեղ գնդեր կան, դրանք 12-ն են թվով, որը 12 ժամվա եւ 12 ամսվա խորհուրդն է, հաճախ 24 են անում, հաշվի առնելով 24 ժամը։ Եվ մեջը դրվում է պարտադիր խորիս ու դնում են իհարկե որևիցե հատիկ եղեն կամ դրամ։ Կոնկրետ այստեղ դրված է մեջը լոբու հատիկ, որովհետեւ լոբին համարվում էր պտղաբերության խորհրդանիշ եւ ծեսը հետաքրքիր ձևով էր անցկացվում։ Այսինքն տան ամենափոքր տղան պարտադիր արական սեռ պետք է լիներ եւ տատիկը ամենամեծը նստում էր, երեխան մեջքի կողմով գալիս ծնկաչոք տատիկի առջև էր նստում, գաթան դնում էին մեջքին ու սկսում էին կտրատել գաթան, որպեսզի երեխան արդարացիորեն կտորները չտեսնելով ասեր ում տանք էս կտորը։ Հերթով ասում էր մայրիկին, հայրիկին, հետո դուրս էին հանում նաև հողին եւ անասուններին, որովհետեւ իրենց ամբողջական սննդամթերքը եւ տարեկան, այսպես ասած, կենսակերպը դա էր, բնությունն էր։ Եվ այն հատիկը, որը կընկներ այդ մարդուն, համարում էր, որ այդ տարի այդ մարդը հաջողակ կլինի։ Այնպես որ կկտրեք, հետո ինձ կասեք ում ենք էլ լոբու հատիկը։ Մենք պետք է կտրելու համար տատիկ գտնենք եւ չէ, կարող եք խախտել այդ կանոնը եւ խոտան մեր ընդհանուր մեծ ընտանիքից կարող եք կտրել։ Ինչ վերաբերում է գուշակություններին, իրականում ամանորը շատ հետաքրքիր է իր մոգականության, այս ծիսականությամբ, ասեմ, որ տանտիկինը պարտադիր մաքրում էր տունը։ Միչեւ որս գիտեք, չէ՞ որ ասում են շաբաթ կիրակի է եւ նոր տարի է սկիզբը, շաբաթ կիրակի բոլորը միչեւ ժամը 12-ը լողանում են։ Այս ընդունված այսպես հետաքրքիր ավանդույթ է, ինչու՞ սա գալիս է դեռ վաղուց հին հայկական սովորություն է տունը պետք է մաքուր լիներ, այսինքն սպիտակեղենն էին փոխում, լողանում էին, տունն էին մաքրում, ազատում էին հնից, որպեսզի դիմավորեին նորը։ Հաճախ այս հացին նաև անվանում են դովլատ, դովլաթը հայերեն բառ չի, այսպես ասեմ, բայց որպես այդպեսին դովլաթը դա տան ոգին էր։ Դուք երևի լսած կլինեք, որ մայրիկները, տատիկները ասում են սարդերին մի սպանեք։ Ինչի՞։ Որովհետև հավատում էին, որ դովլաթը որպես բարի ոգի ապրում էր սարդերի, այսինքն տանը բնակվող միջատների մեջ։ Եվ եթե դուք օրինակ սարդին ոչնչացնեիք, այս դեպքում կստացվեր դուք նաև բարի ոգուն էիք ոչնչացնում տանից։ Եվ տանտիկին ամանորի առավոտյան դուրս էր գալիս գաթան ձեռքը, նախ յուղով մեղրով տան պատերին խաչ էր անում, որպես բարեբերության խորհրդանիշ եւ առատության, հետո ասում էր դովլատ սարն ես, ձորն ես, տուն արի, այսինքն բարի ոգուն էր կանչում եւ ասում էր շվոտ դուրս գնա։ Ով էր շվոդը, դա չար ոգին էր եւ պարսկերենում փետրվար ամսին անվանում են շուբաթի։ Հետաբար այդ շվոդ եւ շուբաթի չար ոգու անվանումը մեզ մեծ որպես այդպեսին մտել է հենց այս կոնտեքստից։ Այսինքն դուրս էին տանում չարին եւ ներս էին բերում բարի կերպարին։ Այսինքն փետրվարը չար ամիս է։ Ոչ, չար ամիսը չէ, պարսկերենում փետրվարին անվանում էին շուբաթի։ Հետաբար շվոդը կապվում էր այդ ամսվա հետ, ոչ թե ամիսն էր չար, այլ այդ ուղակի այդ ամսագլուխ իր անունով էր կոչվում։ Բայց մենք ուզում ենք ամեն դեպքում կաղանդ պապիկին, այո, նրա առաքելությունը ինչու ներկայանում։ Իրականում բոլոր երկրներում կա ձմեռ պապիկի կերպարը։ Սանտա Կլաուս տարբեր երկրներում տարբեր կերպերով է տրվում, բայց հիմնականում, եթե ուշադիր եք եղել, միշտ ծերունի է, որը իմաստության, փիլիսոփայական գաղափարների եւ այդ մոգական իրականության կրողն է հանդիսանում, այսինքն այն գիտելիքը, որ պետք է ունենա, իհարկե ձեր մեծահասակ մարդն է։ Ժենյա Սարգսյանն հեղինակը, հայտնի տիկնիկագործ, այս կաղանդ պապի, որը այսպես փորձել է հայկական
իմաստով ներկայացնել Կաղանդ պապին, մենք նկարագրություն շատ քիչ ունենք Կաղանդ պապի հագուստ ինչպես եղել, որովհետև մեզ մոտ էսպես էր, տան մեծը, հայրը կամ պապը դուրս էր գալիս դուրս, այսինքն հագնում էր այնտեղ որևէ մորթից քուրք, դնում էր ոչխարի մորթի եւ ներս էր գալիս, այսինքն որևէ կենցաղային ինչ որ հագուստներով ենք ստանում Կաղանդ պապի կերպարը։ Երկրորդային կերպարը, որ մեզ մոտ ասոցացվում է որպես Կաղանդ պապի, դա Սահակ Պարթևի կերպարն է։ Ինչպես օրինակ Սանտա Կլաուսը Սուրբ Նիկողայոսի հետ է ասոցացվում, մեզ մոտ Սահակ Պարթևի կերպարը որպես երեխաների, այսպես ասած, որպես կերպար իրենց հովանավոր համարվում էր հենց Սահակ Պարթևը։ Այս դեպքում մենք ունենք երկու կերպարներ, որոնք ասոցացվում են հենց Ձմեռ պապի հետ՝ Կաղանդ պապը եւ Սահակ Պարթևը։ Կաղանդ պապի մոտ այստեղ տեսնենք հատուկ այսպես պայուսակ է կարված, որի մեջ 6 գնդեր են եւ 7-րդը ձեռքի մեջ է, ստեղծագործողը Այո, Տիկին Ժենյան մտածել է, որ խաղաղությունը միշտ ձեռքում պետք է լինի, ամենակարևոր խորհրդանիշը միշտ պետք է ափի մեջ եւ տեսանելի հատվածում լինի։ Իսկ մնացած 6 գնդերը իրենց մեջ սերն է, հավերժությունն է, նույն խաղաղությունն է, այստեղ հա ուրախությունը, որ տարին լիառած սկսվեր եւ կարողանայինք ապրել այնպես ինչպես ցանկանում ենք։ Ընդհանրապես մենք ունենք նաեւ Աստվածություն, որը անմիջապես կապվում է Ամանորի հետ։ Նախ Ամանոր բառը նշանակում է ամը, դա նույն տարի բառն է, նշանակում է նոր տարի։ Եվ Վանատուրը երկու աստվածություններ, որոնք որ կապվում են հենց Ամանորի եւ նոր տարվա հետ։ Վանատուրն էլ հյուրընկալության աստվածությունն է։ Երևի մենք բացառիկ այն ազգերից ենք, որ ունենք հյուրընկալության աստված։ Եվ մեզ հատուկ է մեր տանը գտնվող հյուրերին միջև վերջին սնունդը, հա, այսպես մատուցել լիառատորեն։ Պատահական չէ, որ մեզ ասում են շատ հյուրասեր։ Միանշանակ։ Եթե ունեցել ենք աստվածություն, այդ նշանակում է մենք հյուրասեր ազգ ենք, որտեղ մենք կարողացել ենք ստեղծել մի աստվածություն, որը հենց անմիջապես իր տուն եկող հյուրի, այսպես ասած, հովանավոր աստվածը պետք է լիներ։ Այս երկու աստվածները հենց անմիջապես կապվում են նոր տարվա հետ, որովհետև տարվա լիառատ հատվածն էր սա, եւ իրենք հյուրընկալություն էին որպես իրենցից, այսպես ասած, խորհրդանշում։ Մեզ մեծ ձյունանուշ չկա։ Դա ռուսական տարբերակից է, հա, որ Ձմեռ պապի թորնիկն է, իդեպ ասեմ, որ ռուսական կոնցեպտում Ձմեռ պապի կերպարը ի սկզբանե չար կերպար է եղել, որ սառեցրել է բոլոր անտառները եւ այլն, հետո իրեն որոշակի ժամանակ անցել է ու սկսել են որպես բարի կերպար ընդունել եւ այդ նույն Դեդ Մորոզի տարբերակը, որը մենք տեսնում ենք հիմա ընդունում ենք։ Ձմեռ պապիկի հագուստն էլ, երբ որ դուք տեսնում եք կարմիր, ի սկզբանե կարմիր չի եղել է կանաչ, կապույտ եւ այլ գույների։ Կաղանդ պապը ասացիք մինչև մեր հարցազրույցը, որ նվերներ չէր բաժանում։ Այո։ Ինչ էր անում։ Բաժանում է մաղթանքներ, տեսնում ես։ Այդ 7 մաղթանքներ էր բաժանում։ մեջ եւ ձեռքում Այո, խաղաղություն։ բայց նվերներ մեկը մյուսին մարդիկ էին տալիս եւ այդ նվերը հատուկ անուն ուներ, կոչվում էր Կաղանդ չեք։ Կաղանդ բառը նաև կոչվում է կոչել, վանկարկել, այսինքն բարձրաձայնելու մասին է խոսքը, որովհետև Ամանորի նախորդող գիշերը երեխաները սկսում էին ավետիս կանչելով, այսինքն բարի լուր կանչելով, տնետուն ընկնել եւ ձեռքներին հատուկ, այսպես ասած, ջահեր լապտերներ էին պահում, սա հիմնականում նվիրված է Սուրբ Ծննդյան տոնին, Հիսուս Քրիստոսի ծնունդին է նվիրված, փոքրիկ կուռումադդումները, չգիտեմ դդումին տեղյակ եք թե չէ, այսպես փոքրիկ դդում է, որը չորանալուց հետո մեջը բաց զանգված է մնում, եւ այդտեղ փորագրում էին, մեջը դնում էին լույս ու այդ ջահերով տնետուն ընկած բարի ավետիս էին մաղթում բոլորին որպես Սուրբ Ծննդյան խորհուրդ։ Սուրբ Ծննդի հետ կապված, քանի որ անդրադարձանք, Ամանորին անմիջապես փոխանցում է Սուրբ Ծնունդը, այստեղ մի հետաքրքիր ճաշատեսակ ունենք։ Երբ որ թաթախման երեկոն ավարտվում է, այսինքն սկսում էր թաթախման երեկոն, որովհետեւ պահկային հատվածից հետո գալիս էր արդեն սովորական սննդամթերքով սնվելու այդ յուղով, հարուստ եւ այլն սննդամթերքով սնվելու ժամանակահատվածը, այստեղ կարևոր է նշել, որ մի ճաշատեսակ կար, որը տոնի խորհրդով էր Սուրբ Ծննդյան։ Հայկական ավանդական Սուրբ Ծնունդի ճաշատեսակը մայրամաճաշն էր, որը անմիջականորեն կապվում էր Մայրամ Աստվածածնի հետ, ինչու որտեղ մշեցիները հավատում էին, որ առաջին անգամ սպիտկուկ բանջարով է դա պատրաստվում, հավաքել է Մայրամ Աստվածածինը եւ մի հետաքրքիր բան։ Այս բանջարը եփելու ընթացքում սկսում է ճեվալ եւ կարծես թե մազի տեսք է ստանում եւ երբ որ հյուսում են օրինակ
այդ բանջարը կարծես կնոջ ծամ լինի։ Եվ այստեղից էլ Մարիամ Աստվածածնի հետ է ասոցիացիան գնում, այդ ճաշատեսակը պատրաստվում է սպիտկուկ բանջարով, ձավարով, ջրերով եւ չամիչով, անուշապուր է, այսինքն քաղցր, այսպես ասած, թանձրուկային ճաշ է, որը վայելում են հենց այդ օրը, Սուրբ Ծննդյան գիշերը։ Որը մշեցիներից է փոխանցվել եկել հասել մեզ։ Այո։ Դու կարծես մշեցի ես, Ռուբեն։ Մի կողմից այո։ Ուրախ եմ։ Հնում հայրս ինչպես էին զարդարում իրենց տունը։ Զարդարելու հետ կապված շատ հետաքրքիր առնչություն ունենք այլ ազգերի հետ կապված, որովհետև հիմա այն ինչ որ թվարկելու եմ, դուք տեսել եք շատ ազգերի մոտ, ցավոք շատ քիչ բաներ նոր են սկսել մեզ մոտ, այսպես ասած նորից ծնվել եղել են, բայց որոշակի ժամանակում իրենք ոնց որ ասած դուրս են մղվել։ Օրինակ մենք եղևնի չենք ունեցել ենք կենաց ծառ, որը 4 ծառի ճյուղն էր, զարդարվում էր ջրերով, չամիչներով, որպես քաղցրության եւ պտղաբերության խորհրդանիշ եւ տարվա լիառատության խորհրդանիշ։ Հաճախ շատ անգամ թխում էին հատուկ թխուկ գաթա, որի մեջ էր դրվում ճյուղը կենտրոնում, որովհետև հիշենք, որ սա արևի խորհրդանիշներ եւ կոսմոգրաֆիկա էր, հետաբար տիեզերքից պետք է վեր հառներ կենաց ծառը, որը պետք է տար իր պտուղները եւ լիառատության խորհուրդը։ Ինչ վերաբերում է մնացած արթայելուն, մենք տեսել ենք ամերիկյան կոնտեքստում, հա, ամանորի ունենք գուլպաներ կախված, օրինակ Բուխարիի դիմաց կախում են հավատալով, որ ամանորի գիշերը ձմեռպապ այդտեղ նվեր է դնում։ Մենք ունենք նման բան, կոչվում է գոտեկախ, ինչ էին անում փոքր երեխաները տան երթիկներից գուլպան գործած թելով իջեցնում էին ներքև տարբեր տների իրենց գյուղի քաղաքի տները եւ այնտեղից տատիկը այդ տան տերը լցնում էր փշած, չգիտեմ, տարբեր պտուղներ քաղցրեղեն ու հանում էին վերև։ Սա գոտեկախ էր, հետո գնում են երեխաները իրար հետ ուրախանում էին այդ հավաքված մթերքով։ Երկրորդ տարբերակը մենք ունենք գուշակող հետաքրքիր թխուկներ, ասիլիկ վասիլիկ է կոչվում, որը թխում են մարդակերպ, կենդանակերպ տարբերակով, այսինքն կանացիակերպ տղամարդու տարբերակով նաև եւ թխվելու ընթացքում, երբ որ օրինակ կնոջ փորի հատվածը ուրճում էր, համարում են, որ այդ տարի իրենց տան նորահարսը բալիկ է ունենալու։ Իսկ եթե տղամարդու գլուխներ ուրճում, նշանակում էր, որ այդ տարի նյութական հարուստ տարիք ունենան, որտեղ ամեն ինչ արվում էր սրանով։ Սա որպես գուշակող Սա որպես գուշակող համակարգի տար ենք մենք այստեղ ասոցիատիվ համարում եւ ընդհանուր զարդարման հետ կապված զուտ դա էր կենաց ծառը եւ մաքրությունը, որ իրականացում էր տան ամբողջ պայմաններում։ Դուք պատմում եք ավանդույթների մասին, որոնք չեն պահպանվել, գրեթե չեն պահպանվել կամ բոլորովին չեն պահպանվել։ Այնուամենայնիվ, որոնք են ամանորյային գեղեցիկ ամենատպավորիչ ավանդույթները, որոնք գոնե մինչ այսօր կան։ Մենք պահպանել ենք, ես մի հատ նշեցի արդեն, մաքրության խորհուրդը տարին դիմավորել մաքրությամբ, հյուրընկալությունը երկրորդը, որը միջև օրս մեր միջից չի մաքրվել, հա, մենք միշտ հյուրընկալ ենք եւ ամանորը եւս այդպես է։ Կաղանդ պապի կոնցեպտ ուղղակի մենք վերափոխել ենք այլ կոնցեպտի, նույն օրինակ մոմերի կիրառությունը, հա, մենք նախկինում օրինակ կենաց ծառի վրա հատուկ ձևով մոմեր էինք վառում եւ սեղանին նաեւ Սուրբ Ծննդյան հիմա էլ ենք մոմեր չէ դնում ամեն տան անդամի ափսեի մեջ դրվում էր մոմ եկեղեցուց բերված հաճախ հայրն էր գնում եւ այդ ջրակը լույսը տարվա բերում էր եւ սկսում էր բոլորի մոմերը այսպես վառել եւ դրանից հետո նոր սկսում էին իրենց ընթրիքը այսինքն եթե ուշադիր մենք նայենք կհասկանանք որ այստեղ ընդհանրականորեն իրենք խառնվել են իրար, բայց կոնցեպտում պահպանված է հինը։ Ոչինչ չի անհետանում, ոչինչ չի ջնջվում, հա, պարզապես երբ որ որոշ ժամանակ եւ որոշ խնդիրներից ելնելով դրանք ուղակի չեն կիրառվում, դա քնում է գրքերի էջերի արանքը եւ մեր իհարկե ներքին աշխարհում, որովհետեւ հաճախ դա սկսում է արթնանալ եւ ծնվում են այնպիսի բաներ, որոնք որ հետո դառնում են նորից ավանդական տոնի խորհրդի մաս։ Եվ հիմա բարեբախտաբար մենք ունենք այդ տարբերակը, շատերը հայկական ավանդական ամանորը տոնում են հենց այդ ձևով, այսինքն պահպանելով ավանդականն ու հայկականը, որը որ պետք է ճիշտ ձևը դա է, հա, պահպանել ավանդականը, որովհետև շատ հետաքրքիր է։ Եթե դու ճանաչում ես քո արմատը, ուրեմն կարող ես իմանալ խորապես նաև քո գենի գիտելիքը։
Իսկ որոնք են այն ավանդույթներն ու արարողությունները, որոնք կուզեիք վերադարձնել հայկական ամանորի արարողակարգում, որոնք մոռացել, անհետացել ու ջնջվել են։ Ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը ավետիսներով տնետուն շրջելն է։ Ես բախտ եմ ունեցել մասնակցել նմանատիպ շրջիկ, այսպես ասած, բարի լուրի տարածմանը։ Իհարկե դա եղել է որոշակի ծրագրի շրջանակներում եւ շատ հետաքրքիր է։ Ուղղակի չեք պատկերացնի, երբ որ երեկո է ցուրտ ձմեռ ու դու մոմերով բոլոր երեխաների հետ երգելով տնետուն գնում ես, ավետիս կանչելով եւ բարի լուր մաղթելով մարդկանց։ Այսինքն դա միասին փոխօգնելու գաղափարն ունի, որովհետեւ եթե ես չունեմ, դու ինձ տալիս ես, որ ես ունենամ։ Եվ տարվա խորհուրդը ոչ միայն նոր տարին շրջելն է ու նոր էջից սկսելը, այլ փոխօգնությունը, որովհետեւ այստեղ կարեւոր է մարդը մարդուն օգնելու գաղափարը։ Տարին սկսվում է փոխօգնությամբ եւ մեծ սիրով, որովհետեւ առանց սիրո պարզապես տարին սկսել պետք չէ։ Հետաքրքիր է, այսքան շատ հետաքրքիր տեղեկություններ պատմությունից, իրականությունից մեր հայկական ներկայացրեցիք, բայց դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եք դիմավորում կամ ինչպես եք դիմավորելու ամանորը։ Ունեք դուք ինքներդ ինչ-որ ավանդույթ, որոնք գուցե հայկական, գուցե հենց ձեր ընտանեկան պահվել ու պահպանվել է մինչ օրերս։ Ես գյուղում եմ ապրում, այսինքն իմ ընտանիքը գյուղում է եւ մենք ամեն տարի նշում ենք գյուղում։ Այնտեղ մի ուրիշ, այսպես ասած, ոգի կա, հետաքրքիր ամանորյա եւ սովորություններն են տարբեր իհարկե։ Ես արմատներով սասունցի եմ, հետեւաբար մենք ավանդական տարբերակում եւ կոնցեպտում պահպանել ենք նաեւ սասունին բնորոշ ճաշատեսակների կիրառությունը։ Օրինակ մենք պատրաստում ենք ամանորին միշտ պասուց տոլմա, չգիտեմ որևիցե տեղ այլևս պատրաստում են թե ոչ, զուտ ամանորին, ոչ թե զուտ պասուց տոլման։ Երբ որ փոքր ժամանակ մտածում եմ ինչի են այսքան բանի մեջ այդ պասուց տոլման պատրաստում։ Հետո երբ որ մասնագիտացա, ես հասկացա, որ ընդհանրապես այդ ընթացքում պետք է ամեն ինչ պահկային լիներ, ոչ թե մսային տարբերակը։ Մեզ մոտ հիմնականում ուտեստների տեսանկյունից է պահպանվել, բայց ամանորը մենք տոնում ենք այնպես, ինչպես որ սովորական, այսինքն այդ ժամանակակից տարբերակով ենք տոնում։ Հիմնականում մենք վերաբերվում ենք այդ ամանորին շատ, այսպես ասած, նուրբ, որովհետև մեզ համար կարևոր տոն է դա եւ մենք նշում ենք կոնկրետ միահամուռ սեղանի շուրջ, դա կարևոր է հատկապես ընտանիքի միասնության գաղափարի տեսանկյունից։ Չեք պարում։ Իհարկե։ Հենց ասնապարերից։ Իսկ եթե անդրադառնանք հայկական ամանոր հասկացությանը եւ մասնավորապես ժամանակակից հայկական ամանոր հասկացությանը, դիցուկ 2025-26 թվականի ամանորը, ինչպիսին է հայկական ամանորը մի քանի բառով, եթե փորձենք նկարագրել։ Իրականում հայկական ամանորը ես արդեն նշվեցի, որ փոխվել է եւ ի մասնավորում փոփոխությունը տեղ ունեցել 1920 թվականից հետո խորհրդային կարգերի հաստատում եւ դրա խնդիրը հենց դա էր, որ ամբողջական այդ խորհուրդը փոխվեց դեպի այլ ժամանակակից տարբերակի։ Մեզ մոտ հիմնականում տենդենսներ մտել են եվրոպականից, մտել են ամերիկյան կոնտեքստից, հա, եւ խորհրդայինի միքս։ Պատկերացրեք 3 միքս, որի մեջ ավանդականը պետք է ինչ որ ձևով արտահայտվի։ Ի բարեբախտություն վերջին տարիների, այսպես ասած, մոնիթորինգի արդյունքում այսպես կարելի ասել, որ ավանդականը փորձում է գերակշռել արդեն մնացյալ տարբերակին եւ մարդիկ հասկացել են, որ ավանդականը պահպանելով կարևոր մի գաղափարն իրենք տալիս, որ փոխանցում են իրենց հաջորդ սերնդին։ Այսինքն մեր 25-26 թվականի ամանորները ի բարեբախտություն մեզ պետք է որ ավանդականի ինչ որ շունչ եւ այսպես նյուանս փոքրիկ ունենան, որովհետեւ մարդիկ սկսել են արդեն ավանդականին շատ տեղ տալ եւ գտնել դրա մեջ կարևոր իմաստներ։ Հետաքրքիր է, բայց դուք 2025 թվականից գոհ եք։ Ինչպիսին էր ձեզ համար 2025-ը։ Փորձում եմ երբեք չբողոքել տարիներից եւ թվականներից, որովհետեւ ինձ թվում է, որ մարդուց է կախված ինչպես է իր տարին պատտվում։ Իհարկե մենք ունենք որոշակի էներգետիկա, որը որ գալիս է մեզ տիեզերքից, հետո հետ է վերադառնում, հա, նաեւ կարելի է հավատալ դրան, բայց երբ որ դու ասում ես վատներ, չգիտեմ, չստացվեց եւ այլն, կարծում եմ ավելի վատ գնալու է։ Ինչքան դրական էներգիա տալիս ես, այդքան 26 թվականը ավելի լավ է գալիս։ Եվ ի վերջո չմոռանանք, որ տարին այդ օրը կանգնում է եւ նոր շրջապտույտ է սկսում։ Հետաբար դու էլ կանգնիր եւ սկսիր նոր շրջապտույտ։ Ավելին ասեմ, ես հունվարի 1-ին եմ ծնվել,
Հետաբար ես այդ օրը կանգնում եմ եւ հետո նորից Իսկ շարունակում։ դույլով չեք գնում դեպի գետ։ Գուցե այնտեղ ոսկիներ լինեն։ Ոչ, այդ ավանդույթը ճիշտ ասած հիմա չի պահպանվել։ Տարիքը էլ չի ներում։ 26-ի հետ կապված ինչ ակնկալիքներ ունեք։ Ինչպեսին կուզենայիք, որ լիներ 2026 թվականը եւ որպես ամփոփիչ այսպես հատված նաեւ ձեր բարեմաղթանքը մեր սելի հերթատողներին։ Իրականում 26 թվականը կուզենայի միակ պահանջը ոչ անձնային պահանջ է դա խաղաղությունն է, որ կուզենամ որ միշտ խաղաղ լինենք եւ որևէ մեկի աչքերում արցունք չլինի։ Դա միայն ուրախության իհարկե այս դեպքում Եվ 26 թվական ուզում եմ, որ բոլորի համար լավ տարի լինի, որովհետև ես չեմ անձնավորում ինձ համար, որովհետև բոլորի լավ տարին նաև կախված է իմ լավ տարուց, այսինքն մենք միասին ենք լավ լինում, ոչ թե ես լավ լինեմ, դու վատ լինեք, այդ տարբերակում, հետեւաբար բոլորս պետք է լավ լինենք։ Բոլորին մաղթում եմ իրենց երազանքների այսպես իրականացում, հա, ավելի շատ ոչ թե նստել երազել, այլ նպատակ դնել եւ հասնել նպատակին։ Եվ այն նպատակները, որոնք որ պետք է ունենաս, պետք է իրագործես 26 թվականի մեջ։ Ես կոնկրետ այդ ուղղությամբ եմ գնում։ Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, շնորհավորում եմ իրենց նոր տարին, գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, մաղթելով մեզ խաղաղություն, ուժ, եռանդ եւ իհարկե սեր, որովհետեւ առանց սիրո ոչինչ չի լինում։ Շատ շնորհակալություն եւ Այո, շատ շնորհակալություն։ Սերը թող իշխի ձեր կյանքում եւս, ինչպես եւ բոլորիս։ Շնորհակալ եմ։ Մեր հյուրներ ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյանը շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հետաքրքիր տեղեկությունների համար ու այո, շատ տեղին նշեցիք, որ վերջին տարիներին հայությունը մեր ազգի ներկայացուցիչները կապ չունի Հայաստանում են հայրենիքում բնակվում թե այլ երկրներում, կամաց դեպի հայկական իրական ավանդույթներին են վերադառնում, ինչ որ սիմվոլիկ թե ուտեստի տեսքով կլինի, զարդարելու տեսքով կլինի կամ ինչ որ որից ինչ որ գործողություններ ավետիսի հետ կապված որ պատմեցիք ու հուսանք որ ինչ որ մի օր կմաքրվենք, կզտվենք ու նորից կվերադառնանք մեր արմատներին ու ակունքներին։ Շատ շնորհակալություն, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մենք էլ շատ շուտով կտեսնենք լոբին ումն է լինելու։ Մնացեք մեզ հետ, սիրելիներս, շատ շուտով փոքրիկ դադարից հետո երաժշտական իհարկե կվերադառնանք ու կշարունակենք։